Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի կարգադրությամբ հաստատվել է քաղաքի գիշերային լուսավորության նոր գրաֆիկը 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Ըստ փոփոխության նախկին 01:00-ի փոխարեն քաղաքի լուսավորությունը կլինի մինչև 23:00-ն։ Որոշումը նրա հիմնավորմամբ պայմանավորված է ֆինանսական հնարավորությունների սղությամբ եւ աշխատավարձերի կուտակված պարտքերով։ Ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է քաղաքապետին, պահանջելով վերականգնել Վանաձորի երեկոյան լուսավորության նախկին ռեժիմը։ Դիմումում մասնավորապես ասվում է. տնտեսումներ իրականացնելը ժամանակի հրամայականն է, սակայն դրանք անհրաժեշտ է իրականացնել այն ոլորտներում, որտեղ կա նման հնարավորություն եւ դա խնդրահարույց չի լինի քաղաքի բնակչության համար։ Մասնավորապես քաղաքի լուսավորությունը երեկոյան եւ գիշերային ժամերին, հատկապես ձմռանը կրճատելը խիստ խնդրահարույց է բնակչության անվտանգության եւ հանցավորության աճի հետ կապված։ Մյուս կողմից անհրաժեշտ է հաշվի առնել, որ քաղաքում չափազանց շատ են անբարեկարգ փողոցները, ինչն իր հերթին կարող է գիշերային խավարում անցորդների կողմից վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսանալ։ Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ Վանաձորը, լինելով հանրապետության երրորդ քաղաքը, ամենախիտ բնակեցված բնակավայրերից է։ Էդմոն Մարուքյանը ընդգծել է, որ ինքը կողմ է համայնքային բյուջեի միջոցների տնտեսման գաղափարին, սակայն առաջարկում է տնտեսումներ իրականացնել առավելագույնս հարիր բնակավայրերում։ Որպես տնտեսման խելամիտ տարբերակ падգամավորն անգամ ներկայացրել է LED էներգախնայող լամպերի միջոցով քաղաքում լուսավորություն ապահովելու դեպքում էներգիայի եւ միջոցների խնայողության հաշվարկները։ Խնդրի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին Facebook սոցիալական ցանցում, իսկ Էդմոն Մարուքյանի գրությանը քաղաքապետ Սամվել Դարփինյանը պատասխանել էր. ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Հարցի շուրջ զրուցեցինք Վանաձորի համայնքի ավականու անդամներ Քայանե Քալանթարյանի եւ Արամ Խաչատրյանի հետ։ Ինձ որպես Վանաձորի քաղաքացու եւս մտահոգում է, որ 11-ից հետո պետք է լուսավորությունը չգործի, սակայն կարծում եմ, որ դրա համար պետք է լինեն լուրջ պատճառներ եւ լուրջ պատճառներից մեկը այն է, որ որոշակի ֆինանսական դժվարություններ է կրում համայնքը, քաղաքը եւ դա քաղաքապետի որոշումն է։ Ասեմ, որ ավականու նման հարց չի քննարկվել, թեպետ նախորդ նիստը, որը պետք է կայանար հոկտեմբերի 1-ին քվորումի բացակայության պատճառով չի կայացել եւ ճիշտ է օրակարգում նման հարց դրված չի եղել, բայց ես կարծում եմ, որ եթե նիստ լիներ անպայման այդ թեմային եւս անդրադարձ կլիներ։ Ինչ խոսք ես տեղյակ եմ, տեղեկացել եմ այս որոշումից եւ քաղաքապետի հետ հանդիպան ժամանակ երեկել եմ հանդիպել, այսօր եմ հանդիպել եւ քաղաքապետը հիմնավորում է նրանով, որ ֆինանսական դժվարություններ կան, իսկ ֆինանսական դժվարությունների ժամանակ բոլորս գնում ենք տնտեսման։ Ես որպես քաղաքացի, որ ավականի գիտակցում եմ, որ դա բավականին կարևոր է եւ դժվարություններ է ստեղծում եւ պետք է ստեղծի անպայման հավելյալ դժվարություններ մեր քաղաքացիների համար, որտեւ մութ է փողոցները, դեռևս որոշ փողոցներ անբարեկարգ են, կարծում եմ դա իրոք շատ անհարմար է, հատկապես բոլոր տեսակետներից անհարմար է։ Եվ վերջապես սա քաղաք է, սա գյուղաբնակ վայր չէ, մարդիկ ապրում են լիարժեք կյանքով, երեկոյան զբոսանքի են դուրս գալ եւ բարեբախտաբար շարունակում են հյուր գնալ միմյանց, շարունակում են շփվել միմյանց հետ եւ դա շատ անցանկալի է։ Ես կարծում եմ, որ եթե սա անգամ շարունակի գործել, դա պետք է լինի կարճ ժամանակային ընթացքում, մինչև որ տարինավարտվի։ Ես փորձում եմ եւս ըմբռնումով մոտենալ այս հարցին, չեմ կարող շատ խիստ այսպես դիրքորոշում ունենալ։ Բյուջեի մեջ փոփոխություն մտցնելը պետք է ավականորեն անպայման փոփոխություն մտցնի, սակայն այս դեպքում սա կարող է եւ ֆորս մաժորային այսպես իրավիճակ լինի, որ ստիպված այսպիսի կտրուկ քայլերի գնալ։ Սա համայնքի համար շատ կենսական կարևորություն ունեցող հարց է, այդ հարցը այսպես թե այնպես պետք է առաջանա եւ պետք է քննարկվի եւ իրոք բոլորով պետք է ուղիներ փնտրենք, պետք է վերանայել այս հոդվածները, բյուջեի ծախսային մասը պետք է իրոք վերանայել, որպեսզի կարողանանք մենք վերականգնել լուսավորությունը այդ ժամերին։ Անցած տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ես այս հարցի շուրջ այս հարցին անդրադարձել եմ եւ ավական նիստի ժամանակ եւ պատասխան իմ հարցադրմանը եղել է, որ գումարներն է տնտեսվում։ Նկատի ունեմ, որ պետք է լույսերը անջատվի ժամը 1-ին, անջատվում է ժամը 12-ին։ Հիմա ժամը 12-ի փոխարեն, ինչպես դուք նշեցիք, անջատվում է ժամը երեկոյան 23:00։ 2014 թվականի բյուջեի հաստատման ժամանակ լուսավորության համար, Վանաձոր համայնքի լուսավորության համար նախատեսվել է 65 միլիոն դրամ եւ կա նաեւ
քաղաքապետի որոշում 2107/2015, որ կրճատել այդ գումարները 11 միլիոնով եւ այդ գումարները ուղղել ընթացիկ փողոցների նորոգման համար եւ այստեղ ուզում եմ նշել, որ համայնքի ղեկավարը իրավունք ունի 3% վերաբաշխել։ Պետական որոշման, ոչ թե հավաքանու։ Ոչ թե հավաքանու հետ համաձայնացված։ 2014 թվականի բյուջեն, երբ որ մենք հաստատում էինք, ես ինքս դեմ եմ քվեարկել, որովհետև եւ հիմնավորել եմ ինչու, այնտեղ ծախսեր կային նախատեսված, օրինակ ասենք հեռախոսազանգերի եւ այլն, որ այս բյուջեն ոչ թե խնդիրները ավելի շատ լուծելու, այլ խնդիրները առաջացրելու եւ նույնիսկ շրջանառության մեջ է դրված նաեւ որ այս էլեկտրաէներգիայի հետ կապված, ասեմ որ նույնիսկ լուրեր են պատտվում, որ մանկապարտեզների, ասենք այդ վարձավճարներն էլ նաեւ պետք է ավելանան։ Հիմա ասենք առաջիկա մենք դա տեսնենք թե ոչ, երևա։ Այսինքն այստեղ համակարգային խնդիրներ կան։ Առաջիկայում մենք ավելի շատ կարող ենք ավելի լուրջ միջոցառման ենք մասնակցելու հանրաքվեի մասին խոսքը եւ եթե իշխանությունները ծրագրել են այնպես ինչպես եւ տեղի ունենա եւ եթե կոնկրետ լուսավորությունը եթե ժամը 10-ին անջատվի կամ ընդհանրապես չմիացվի եւ ոչ էլ անջատվի, չզարմանաք։ Բնակիչների շրջանում եւս հարցը դժգոհության առիթ է դարձել։ Կեսգիշերից 1 ժամ շուտ էլ մարդիկ կարող են եւ իրավունք ունեն զբոսնելու քաղաքում կամ հյուր գնալու։ Անհարմարություն ապատճառան, բայց ինչ արած։ Ով ում լսեմ, որ այս բանը։ Ոչ մեկը։ Դա չի կարելի ինքն իրան որոշում կայացնել, որովհետեւ եթե հավաքանին համաձայն չի, իր որոշումն ինչ։ Ոչ մեկին հաշվի չեն առնում։ Դա ինչ է նշանակում։ Չի կարելի դες բան։ Հավաքանուն հետ խորհրդակցեն, համաձայն են թե ոչ։ Այդ ոնց եղավ, որ միջև մի բաներ չեր խանգարը, մի խանգարում։ Էլեկտրոէներգիան ժամի 11-ին անջատում են։ Իսկ առավոտներն էլ вообще լույս չեն միացնում։ Դա էլ վերացավ вообще։ Չի կարելի դες բան։ Ոնց տեղակ չեմ գիտեմ։ Փոս եմ փորում, բան անում, կարող խամարտ անգնի, փոս անգնի մի քիչ լավ չի եղնի։ Բայց դե որ անջատում են, ուրեմն ինչ որ մի բան գիտեն, որ չանջատվի լավ կեղնի։ Ես կարծում եմ, որ ժամը երեկոյան 11-ից անջատելը շատ սխալ բան է։ Ժողովուրդը դեռ անելիքներ ունի, դրսում է լինում, աշխատանքից են վերադառնում։ Միգուցե մարդիկ կան, որոնք այդ ժամերին դուրս են գալի քայլելու մաքուր օդին։ Եվ ընդհանրապես, եթե ես չեմ պատկերացնում այդպիսի քաղաք, որտեղ ժամը 23-ին լույսերը անջատեն։ Առանցն էլ մի բարվոք վիճակում չի քաղաքը։ Եթե պարտքեր եք գոյացրել, կուտակել, դա ձեր մեղքն է, որ այդ պարտքերը կուտակել եք։ Դուք բողոքում եք, պարոն քաղաքապետ, որ Հարությունյան անդանիկը ձեզ 8 ամսվա պարտքեր է թողել ու գնացել։ Հիմի նույն բանն է, Հարությունյան անդանիկի ժամանակ երկրի 90-ական թվականներին այլ էր, հիմի այլ է, ավելի բարվոք վիճակում ենք գտնվում։ Այդ ոնց եղավ, որ այդ պարտքերը կուտակվեցին, ձեր աշխատանքի թուլությունն է, ուրիշ ոչինչ։ Ես գտնում եմ, որ էլեկտրականություն մատակարարումը պետք է գոնե ժամը 12-ից անջատվի, իսկ ամռան ընդհանրապես ժամը 1-ից։ Ես դրան դեմ եմ, թող մինչև ժամը 1-ը լուսավոր լինի քաղաքը։ Մեկը որ խոսանել ընդի ոչ ցույց տվողն եք, ոչ էլ ինձ հարց ու փորձանողն եք։ Քաղաքի ինչն է մնացել, ինչը։ Քաղաքը մեր չեմ ուզում խոսամ։ Ջոն, ուզում եմ հիմնական անջատեն։ Բավոս, ավելի լավ կքնեմ։ Շատ վատ կարծիք է։ Օրինակ ինձ համար եթե դուրս գամ ես չեմ կարող քայլել։ Ես իհարկե դեմ եմ դες բան, ճիշտ է, տեղացի չեմ ես, բայց դες բաների համար ես դեմ եմ։ Իհարկե բնական է, որ այս պահին տվյալ քայլը կատարել է պիտի մտածված լիներ, որ անկախ նրանից բյուջեում ունեցած հնարավորություններից միգուցե որոշ թաղամասերի համար բյուջեի դրության վիճակից ելնելով ինչ որ քայլեր ձեռնարկվեին, անջատվեին մի քիչ շուտ, բայց կենտրոնական շրջանը, քանի որ մարդաշատ է լինում երեկոյան ժամերին, բնականաբար պիտի լուծումներ գտնվեր եւ տվյալ քայլը մենք համարում ենք, որ ոչ ճիշտ քայլ եւ ճիշտ կլիներ, որ դրան ավելի
խելացի ավելի մտածված բան արվեր, մոտեցում ցույց տրվեր։ Ինձ թվում է, որ ավականու հետ պիտի քննարկվի, թե հիմա քննարկելա, չի քննարկել, ճիշտ ասած ես չգիտեմ, իսկ եթե ասում եք, որ ավականի նման կարգի խնդիրները անտեղյակ կա, բնականաբար դա ճիշտ չեմ համարում։ Դա ավականին բյուջեի ծախսերի հետ կապված խնդիրները միանշանակ տեղյակ լինի եւ իր հավանությունը տա կամ չտա։ Մտահոգությունը, որ կիսաքանդ մայթերում եւ փողոցներում մարմնական վնասվածքները անխուսափելի կլինեն, ցավոք արդեն հաստատվում է։ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված Սեդա Պապինյանն ստացել է ծնկի կոտրվածք։ Մթության պատճառով ժամը 8-ի սահմանները 7-ից 8-ի հատվածում։ Սահմաններում մթության պատճառով վայր եմ ընկել, ստացել եմ ծնկի վնասվածք։ Ծունկս 3 մասի աբաժանվել, կոտրվածք ունեմ։ Հիմա վիրահատել են իրիկվա ժամերին, որ շարժը կա ժողովրդի, այդ ժամերին չանջատվի։ Գիշերն ու ժամի չնայած քաղաք տեղա գիշերն էլ որ միացրած մնա, դա ճիշտ կլինի։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Նոր հեռուստաընկերություն։